Գլուխ 3. Գյուղացիական շարժման զարգացումը և 12 հոդվածները։ Էնգելսը ներկայացնում է, թե ինչպես գյուղացիները կազմեցին իրենց պահանջների ծրագիրը, 12 հոդվածները 1525 թվականին։ Այդ փաստաթղթում նշված էր ազատություն հարկերից և ֆեոդալական տուրքերից, սեփական քահանաների ընտրության իրավունք, անտառների և գետերի ազատ օգտագործում։ Էնգելսը դա համարում է ժողովրդի առաջին քաղաքական մանիֆեստը։ Պատգամ. Հողովրդի առաջին պահանջները միշտ արտացոլում են սոցիալական արդարության բնազդային ձգտումը։ Պարզաբանում. գյուղացիները կազմեցին 12 հոդվածներ փաստաթուղթը հողի, հարկերի և ազատության պահանջներով։ Էնգելսը դա համարում է ժողովրդի առաջին քաղաքական ծրագիրը, թեև այն դեռ ներկայացված էր կրոնական ձևով։ Գլուխ 4. Թոմաս Մյունցերը և հեղափոխական կուսակցությունը գրքի ամենակարևոր գլուխներից մեկն է։ Էնգելսը ներկայացնում է Թոմաս Մյունցերին որպես գյուղացիական պատերազմի գաղափարական առաջնորդ։ Մյունցերը քարոզում էր Աստծո արքայությունը երկրի վրա, այսինքն սոցիալական արդարություն։ Նա պահանջում էր համաժողովրդական հեղափոխություն առանց ֆեոդալների և առանց եկեղեցու։ Էնգելսը նրան համարում է առաջին սոցիալիստ մարգարեն։ Պատգամ. Յուրաքանչյուր շարժման մեջ կան նրանք, ովքեր գնում են մինչև վերջ նույնիսկ մենակ մնալով։ Պարզաբանում. Թոմաս Մյունցերը գյուղացիական պատերազմի ամենահեռատես առաջնորդն էր։ Նա քարոզում էր ոչ թե միայն հավատքի, այլև սոցիալական հավասարության համար։ Էնգելսը նրան կոչում է առաջին հեղափոխական սոցիալիստ, որն իր դարում դեռ չէր կարող հաղթել, բայց բացեց ապագայի ճանապարհը։ Էնգելսը Թոմաս Մյունցերին համարում է առաջին հեղափոխական կոմունիստներից մեկը։ Նա գրել է. Թոմաս Մյունցերը դարձավ 16-րդ դարի հեղափոխական պրոլետարիատի նախատիպը, մարգարեական ձևով արտահայտելով ժողովուրդների ապագա պայքարը։ Մյունցերը ցանկանում էր ոչ միայն կրոնական բարեփոխում, այլև սոցիալական հեղափոխություն, որտեղ հողն ու սեփականությունը պետք է լինեին ընդհանուր։ Բայց նա մեկուսացավ, չունեցավ կազմակերպված ուժ և նրա բանակը ջախջախվեց։ Էնգելսը գրում է. Գերմանական գյուղացիական պատերազմ արթվեց, որովհետև այն ժամանակ չկար մի դաս, որը կարողանար իրապես ավարտին հասցնել հեղափոխությունը։ Այդպիսի դաս կդառնա միայն պրոլետարիատը։ Էնգելսը Մյունցերին նկարագրում է որպես մարդ, որ կրոնական հողի վրա ձևակերպեց սոցիալական հեղափոխություն։ Նա գրում է. Մյունցերը այն եզակի դեմքերից էր, որոնց մեջ պատմական շարժման կրոնական արտահայտությունը միաձուլվեց իրական սոցիալական բողոքի հետ։ Նա ուզում էր ոչ թե միայն նոր հավատք, այլ նոր հասարակություն։ Նա համարում էր, որ Մյունցերի ուսմունքը հակադրվում էր հյութերի միջին խավային բարենորոգությանը, ուղղված էր ֆեոդալների և եկեղեցու դեմ, և առաջին անգամ ներկայացնում էր ժողովրդական, համահավասար հասարակության գաղափարը։ Մյունցերի գլխավոր միտքն էր. Աստծո արքայությունը պետք է լինի երկրի վրա, ոչ թե երկնքում։ Զա ըստ Էնգելսի նշանակում էր կրոնական խոսքի տակ նա հասկանում էր սոցիալական արդարություն և նյութական հավասարություն։ Էնգելսը գրում է. Մյունցերը քարոզում էր Աստծո թագավորություն, որտեղ բոլոր մարդիկ պետք է լինեն եղբայրներ, առանց ազնվականների և շահագործողների։ Այսպիսով, նրա հավատքը դարձավ ժողովրդական կոմունիզմի կրոնական ձև։ Էնգելսն ամփոփում է. Հյութերը իշխանների բարենորոգիչն էր, իսկ Մյունցերը ժողովրդի մարգարեն։ Հյութերը դավաճանեց հեղափոխությունը, երբ Մյունցերը նրան տվեց նրա իսկ լոզունգի ազատություն քրիստոնեականի համար, իրական բովանդակությունը։ Գլուխ 5. Պատերազմի ընթացքը և ապստամբությունների ճնշումը։ Այս գլխում նկարագրվում են 1520, 4 և 1525 թվականների ռազմական իրադարձությունները, գյուղացիների ապստամբությունները Շվաբիայում, Թյուրինգիայում և Ֆրանկոնիայում, նրանց կազմակերպչական թուլությունը, իշխանների և ազնվականների բիրտ հակահարվածը։ Էնգելսը ցույց է տալիս, որ ապստամբությունը պարտվեց, որովհետև չկար կենտրոնացված ղեկավարություն և քաղաքական միասնություն։ Պատգամ. բարի նպատակները չեն բավականացնում, եթե չկա կազմակերպված ուժ։ Պարզաբանում. գյուղացիական ապստամբությունները տարածվեցին ամբողջ Գերմանիայով, բայց չունեին կենտրոնացում և ռազմավարություն։ Իշխաններն ու ֆեոդալները միավորվեցին ու կոտորեցին հարյուր հազարավոր գյուղացիների։
Էնգելսը սա ներկայացնում է որպես սոցիալական անպատրաստության ողբերգություն։ Գլուխ 6. Բարդության պատճառները եւ դասերը։ Էնգելսը վերլուծում է բարդության սոցիալական եւ քաղաքական պատճառները, գյուղացիների ցրվածությունը, մյունցերի մեկուսացումը, բուրժուազիայի դավաճանությունը, հստակ հեղափոխական ծրագրի բացակայությունը։ Նա եզրակացնում է. Հողովրդի շարժումը չի կարող հաղթել առանց գիտակցված գաղափարախոսության եւ կազմակերպված դասակարգային առաջնորդության։ Փաթգամ. Հողովրդական շարժումը չի կարող հաղթել առանց գիտակցված գաղափարախոսության եւ ղեկավարության։ Պարզաբանում. գյուղացիները չունեին ընդհանուր ծրագիր, իսկ բուրժուազիան դավաճանեց նրանց, վախենալով հեղափոխությունից։ Էնգելսը եզրակացնում է, որ ապագա հեղափոխությունները կարող են հաջողել միայն այն դեպքում, երբ առաջանա հասարակական դաս, որն ունի գիտակցված քաղաքական նպատակ պրոլետարիատը։ Գլուխ 7. Պատմական նշանակությունը եւ դասերը 1848 թվականի համար։ Վերջին գլխում Էնգելսը կապում է գյուղացիական պատերազմը իր ժամանակի 1848 թվականի հեղափոխության հետ։ Նա ցույց է տալիս, որ նույն սխալները կրկնվել են։ Բուրժուազիան կրկին դավաճանել է ժողովրդին, իսկ նոր ուժ պրոլետարիատը դեռ ձևավորման փուլում էր։ Էնգելսը եզրափակում է. այն, ինչ գյուղացիները չկարողացան իրականացնել ֆեոդալիզմի դեմ պայքարում, կիրականացնի պրոլետարիատը կապիտալիզմի դեմ պայքարում։ Էնգելսի գերմանական գյուղացիական պատերազմը ոչ միայն պատմական վերլուծություն է, այլ նաև դասակարգային պայքարի գիտական մեկնաբանություն։ Այն ցույց է տալիս, ինչպես են ձևավորվում հեղափոխական շարժումները, ինչու են դրանք հաճախ պարտվում, եւ ինչպես է յուրաքանչյուր պատմական փորձ նախապատրաստում հաջորդը։ Պատգամ. պատմությունը կրկնվում է, մինչև դասերը գիտակցվեն։ Պարզաբանում. Էնգելսը համեմատում է 1525 թվականի գյուղացիական պատերազմը 1848 թվականի բուրժուական հեղափոխության հետ, ցույց տալով նույն սխալները, առաջնորդների վախկոտությունը, դավաճանությունները եւ կազմակերպական պակասը։ Նա եզրափակում է. գյուղացին չկարողացավ հաղթել ֆեոդալին, բայց պրոլետարիատը կհաղթի կապիտալիստին։ Գիրքը սովորեցնում է, որ յուրաքանչյուր պատմական հեղափոխություն ունի իր դասակարգային հիմքը։ Գյուղացիական պատերազմը ցույց տվեց ժողովրդի ուժը, բայց նաև որ միայն գիտակցված եւ կազմակերպված դասը կարող է իրականացնել ազատագրությունը։